Մազինյան վերջերս հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մի պնդում հայտարարություն արեց, որտեղ մասնավորապես նշում էր, որ հեծի նախկին կառավարիչները մեքենայությունների միջոցով արհեստականորեն նվազեցրել են էլեկտրաէներգիայի բաշխից ցանցում առկա իրական կորուստների ցուցանիշները, դրանք փորձելով տեղավորել ՀՑԿՀ-ի կողմից պահանջների մեջ, հաստատված առավելագույն շեմի պահանջների մեջ, եւ միայն մեր կողմից իրականացված բացահայտումների շնորհիվ են հեծում սկսվել արձանագրվել կորուստների շեշտակի աճ, որպես բաշխից ցանցում առկա իրական տեխնիկական վատթար վիճակի արդյունք, առավելագույնս մոտ իրական ցուցանիշներին, եւ այդ փաստերի հիման վրա քննչական մարմիններում արդեն իսկ նախաձեռնված են մի շարք քրեական վարույթներ, այժմ իրականացվում է նախաքննություն։ Մեզ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը սրա վերաբերյալ։ Իրենք սրանով երկու հարց են լուծում, նախ չի ասում կառավարիչներին, չգիտեմ, ուզում է իր հետ նույնականացնի, մենք կառավարիչներ չենք եղել, մենք եղել ենք, ունեցել ենք գլխավոր տնօրեն, ես եղել եմ տեղական իրացման հարցերով եւ այլն եւ այլն։ Հա, դե կառավարիչ ինքն իրեն է փորձում այդպես, իբրև թե կառավարիչը նորմալ է։ Հիմարություն է դա, որը մի խոսքով եղավ օրենքով։ Երկու հարց է փորձում լուծել, նախ առաջինը մեզ, այսպես ասած, կռվեցնել սեփականատերերի հետ։ Երկրորդ հարցը փորձում է նույն թոս փչելը, որ ասում էր մեր լրագրողը, ուզում է թոս փչել ժողովրդի աչքին։ Տեսեք, համակարգը ոնց է բաղկացած, որպեսզի հասկանալի լինի համակարգված գործունեություն, ինչ պետք է լինի, մի երևույթը լինի ամեն տեղ։ Հիմա այս պարագայում իրենք չեն կարողանում դա հիմնավորել։ Իրենց երազանքն է հասնել ինձ, անկեղծ ասում եմ, որ ես չխոսամ, իրենց չթիրախավորեմ օբյեկտիվ առումով։ Հիմա ինձ հասնելու համար պետք է, չգիտեմ, բոլոր մասնաճյուղերում պարզվի, որ ես հրահանգ եմ տվել ինչ-որ մեքենայություններ անել։ Իրենք մեկ-երկու տեղ թերությունները գտնում են, տասնապատկում, հարյուրապատկում են եւ ասում են, տեսեք, sense բան գտանք։ Լավ, այսինքն ունենք 8 թե 9 մասնաճյուղ, ես մի մասնաճյուղի երկու ցանցին ասեցի գնացեք sense բան արեք, մնացածին ասի մի արեք։ Իսկ հակառակ դեպքում գնում են ցանցում ստուգում են, ցանց կա, օրինակ, դե ցանցը գիտեք որն է, կա մասնաճյուղ, որի մեջ ներառված են ցանցերը, այսինքն մարզեր են, այդ շրջանները մեջը ներառված։ Ոչ մի բան, անգամ իրենք իրենց մեջ խոսալուց, ասում լավ գնանք ինչ պատասխան տանք, բան չենք գտել։ Պատկերացնում եք ուր ենք հասել։ Այս պարագայում արդեն համակարգվածությունը չեն կարող բերել։ Ինչ վերաբերում է կորուստների աճին, իհարկե սենց էլ պետք է լիներ։ Դրա համար ունենք պետություն, ունենք նախաքննական մարմիններ, ախր իր յուրաքանչյուր ասածը անկախ իր նյութը ուղարկելուց, այդպես իրավաբանները գիտեն, որ դա համարվում է հաղորդում հանցագործության մասին։ Միջոց լրատվամիջոցներում էլ որոշակի ինֆորմացիան թեկուզ Facebook-ով, չէ՞, հիմա ոնց է որ մեկը գրում է ինչ-որ բան վերաբերվեց ընդդիմադիրին, մի անգամից 200-300 հոգով գնում են ձերբակալելու։ Հիմա այս պարագայում անկախ իր այսպես նյութեր ուղարկելուց պարտավոր էր դատախազությունը նախաձեռնել։ Մենք ասում ենք գթեք, մենք ենք խնդրում։ Գթեք, հասկանանք ինձ ով է խաբել, սեփականատիրոջն ով է խաբել, ես մեղավոր եմ, գթեք, բերեք փաստերով դրեք, ասեք Ղազինյան Դավիթ, դու մեքենայություններ ես արել, խաբել ես սեփականատիրոջ։ Այդ պրիմիտիվ, չգիտեմ, երևի թե իրենց հաշվարկների մեջ մի քիչ մեզ այլ կերպ են վերաբերվում, դրա համար այդ հաշվարկներն են։ Իմիջիալոց, որպեսզի արդարացնի իր ասածը, վերցնում պարգևատրում է տալիս կորուստներ աճած ցանցերի պետեր, ղեկավարներին։ Այսինքն այն մասով, որ այ դուք իրական ճիշտ։ Ես հենց հիմա որ ցանցում ինքը գրել էր 18%, գնամ նստեմ այդտեղ, առանց գլուխ գովալու, խնդրում եմ սա համարեք որպես երկար տարիների փորձի արդյունք։ Գնամ նստեմ այդտեղ 2 ամսվա մեջ ապացուցեմ, որ սուտ է խոսում։ Ուղղակի ստախոս, պարզ, ուրիշ բան չկա այդտեղ։ Ես անձնական երբևիցե չեմ փորձել մտնել դաշտ, հիմա էլ այսպես լավ քաղաքական խոսույթով ասեմ ստախոս։ Ինչ նշանակում դա իրական կորուստ է։ Ես պատրաստ եմ հիմա գնամ նստեմ, ապացուցեմ, որ դա իրական կորուստը չի։ Իրենց վատ աշխատանքի արդյունքում են այդ կորուստները բարձրանում։ Եթե բերել են իրենք տեսել եք, մենք այդ սխեմաները նույն վերահսկողականի էջով ցույց ենք տվել, չէ՞, վերևից ներքև ում են նշանակում։ Բացեք նայեք։ Ոնց եք պատկերացնում, այդ մարդիկ գան ու շատ աշխատակիցներ կամ մեր քաղաքացիներ արդի շոկ տվեն։ Հնարավոր չի այդպեսի բան։